Ական 77 Փղերի բախումը Երկար չարչարվեցի, բայց կամակոր փղիկին այդպես էլ չկարողացա բռնել։ Վերջին փորձից հետո, երբ դեղին խվատայկայի շուրջ հավաքված հետաքրքրասեր մարդիկ հույսները կորցրած սկսեցին ցրվել, հենց այդ պահին խվատայկան աշխատացնող հետաքրքիր չոլկայով երիտասարդին խելամիտ գործարք առաջարկեցի։ Ապեր, երեխեն էդ կարմիր փիղն ա ուզում, ասա ինչքան տամ, բաց, էդ խաղալիքը տուր, թե չէ ընենցեք նաստրոյ կարել, չանչը կեսից բաց ա թողնում, արդեն 4000 կրվեցի։ Բրատս չլնող բան ես ասում, չեմ կարա բացեմ, շեֆը չի թողնում, համ էլ դուռը պլոմված ա, վրես խոսակցություն կգա։ Բացասական պատասխանից հետո խոսակցական լեքսիկոնիս մենյուի միջից պահին համապատասխան language ընտրեցի ու զրույցի մեջ մտա։ Իե չարը տանեմ, բա եղավ, ես ոնց կթողնեմ քո վրա խոսակցություն գա, շեֆիդ համարը ասա զանգեմ, էս հարցը ուլադի տանենք, երեխեն իմիննո էս խաղալիքն ա ուզում, պտի ունենա։ Մինչև երիտասարդի շեֆը այգու մյուս ծայրում գտնվող իր կարմիր խվատայկայի մոտից կհասներ մեզ, այդ ընթացքում փոքրիկ Մարիամիկը կողքի բատուտի վրա թռվռում անհոգ մանկություն էր անում։ Հանկարծ հարցրեց. Հոպար, դու բատուտի վրա թռնել գիտես։ Ականջներիս մեջ միանգամից տատիս ձայնը լսվեց. Հերիքա թռվռակ, էդ սետկան հանգիստ թողեք, բարձրացեք թութ թափ տվեք։ Մեր գյուղի տան բակի երկաթյա մահճակալի ունիվերսալ սետկան հիշեցի, որը հորիզոնական դիրքում որպես բատուտ էինք օգտագործում, ուղղահայաց դիրքում վրան ավազ էինք մաղում, իսկ բրդի սեզոնին տատս վրան բուրդ էր չփխում։ Երկար հալածանքներից հետո բազմաչարչար սետկան լոճվեց, կախվեց գետնին, իսկ եթե լեզու ունենար, հաստատ կբողոքեր. լավ բա դուք խիղճ ունեք։ Սպասված շեֆի գործնական բարևից հետո գյուղական հիշողություններից դուրս եկա ու կրկին հայտնվեցի այգու դեղին խվատայկայի կողքին։ Բարի օր ախպերս, իրար հետ էինք խոսում, անունս Հարութ ա։ Ապե, երեխեն են կարմիր փիղն ա ուզում, ասա ինչքան ա, դուռը բացես տամ երեխուն։ Չէ, ախպերս չեմ բացի, բայց ավելի լավ բան եմ առաջարկում։ Արի օբշի խվատայկի զախվատի չանչը ուժեղացնեմ, ապարատի միջից հանի, թող երեխեն ուրախանա։ Ընդամենը մի քանի րոպե առաջ այդ անշունչ, թույլ, անկյանք երկաթյա թաթիկը հանկարծ մեկ ակնթարթում այնքան հզորացավ, որ առաջին փորձից հանեցի, բայց փղիկն արդեն առաջվանը չէր։ Չանչի հարվածից ձեռքը քերծվել էր։ Էս ինչքան ուժեղացնելու տեղ ուներ այ ախպեր, իսկական փիղ էլ կհանեի, գոհ եմ ախպերս, ասա ինչ եմ տալու։ Ոչ մի բան պետք չի ինգեր, գիտեմ ահագին կոպեկ ես գցել, համ էլ երեխու համար ա, կարևորը երեխեն ուրախ ա։ Եղբորս աղջիկը իրոք շատ ուրախացավ։ Շարունակեցինք մեր օրը զբոսայգում, քանի որ մեքենան այգուց բավականին հեռու էի կայանել, հետևաբար օրվա ամբողջ ընթացքում փղիկի պատասխանատուն ես էի։ Օրվա վերջում հետը կապվել էի։ 2005 կամ 6 թվականներ։ Բջջային հեռախոսներն արդեն ավելի նուրբ ու հարմարավետ էին, հիշողության չիպ կար, դեռ վիդեո նկարող հեռախոսներ չկային, սակայն ապագայի ամենատես օբյեկտիվը օր-օրի աչքերն ավելի լայն էր բացում։ Ամեն նոր մոդելի հեռախոս ավելի որակով էր նկարում։ Մրցակցությունը տեղափոխվեց փիքսելների դաշտ։ Ապե քոնը քանի փիքսել ա։ Նկարում ու միայն մենք էինք ունենում տվյալ նկարից, մաքսիմում չիպը տայինք տպելու տեղեր։ Թղթի վրա ահավոր անորակ նկար հանեինք։ Այդ օրը զբոսայգում հեռախոսս 8800 տիտանովի Nokia-ներից էր։ Չիպ չուներ, բայց համեմատած մյուսների լավ էր նկարում։ Ինչ սելֆի, ինչ ֆիլտր, ոնց կայինք, այդպես էլ նկարվում էինք։ Իսկ սոցցանցերում սթորի անելու փոխարեն մարդիկ իրական սթորիի մեջ էին ապրում։ Մինչև Մարիամիկի ճոճորանից իջնելը, որպեսզի հերթում չխեղճանամ, խաղալիք փղիկը ձեռքիս մոտեցա լցնովի պաղպաղակի հերթին։ Բարի օր ձեզ, վերջ ով ա։ Քաղցր բամբակը ձեռքին, իմ տարիքի մի քանի անգամ ավելի դրբով տղա պտտվեց։ Ռաֆոենց կուրսի փիղն էր։ Յա, Սլոն ջան, բարի օր ախպեր, էդ ինչ լավ բամբակ ունես, կտաս ես կարմիր փղիկս ուտի։ Լավ ծիծաղեցինք։ Սլոնը իր քրոջ աղջկան էր բերել այգի, ես եղբորս աղջկան, Մարիամիկին։ Ավտոդրոմ նստեցինք, լոդկա քշեցինք, Ջինա անունով կապիկի հետ նկարվեցինք։ Երևի ես ու Սլոնը ավելի ուրախ էինք, քան երեխեքը։
մեծ տարիքում երեխայություն անելը ևս երջանկություն է։ Այդ րոպեներին մեր միջի երեխան արթնանում ու հիշեցնում է, թե իրականում ով ենք մենք։ Իրական կյանքի կարուսելը մանկության կարուսելն է։ Միշտ ապեկիչն է, որքան ուշ, այնքան լավ։ Պատատվում է կրկին, հիշեցնում մոռացված մեղեդին, կարուսելը մեր հին, պատատվում է կրկին, հիշեցնում մոռացված, ես հիշում եմ քաղաքն իմ, երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման։